սև օրերը, այսպես ասած, դեռ չեն սկսել, դեռ առջևում է։ Այ օրինակ դու ուժեղ Հայաստանին համարում ես ուժեղ ընդդիմություն։ Բայց Գուրգեն Սիմոնյանով է, չասեմ ինչի անունը չես նշում։ Հիմա Հայաստան դաշինքը ըստ քեզ ինչ շանսեր ունի։ Ուղղակի թող իրենք նայեն Նիկոլ Փաշինյանի անցյալը, հիշեն այդ անցյալը, մի հատ թերթեն այդ անցյալը։ Ոչանական ես։ Թող Գագիկ Ծառուկյանը ինքը ասի։ Ես իդեպ այդ հարցը իրեն տվեցի վերջում։ Մեր քաղաքականության մեջ որևէ գործ չի, ով պահել է իր խոստումները։ Կհիշես 2 միլիարդ էս կողմ, 2 միլիարդ այն կողմ, լավ թող 2 միլիարդ էլ գործնի։ Ամենայն դեպս չի սնանկանի։ Որտուն տանձայն կտաս Նիկոլ Փաշինյանը։ Հա, թող մեզ ճիշտ ասի, կամերաներն անջատեք։ Չէ, կամերաների առջև։ Գիտեք ինչ ճշմարտություններ կան։ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ իշխանական լրատվամիջոցները որքանով էին օգնում Նիկոլ Փաշինյանին։ Սերժ Սարգսյանին հաղթած եզակի մարդկանցից, եզակի կանանցից մեկն է իմ մայրը, որով ես Ողջույն, նախընտրական քարոզարշավը արդեն մեկնարկել է եւ շատ դեպքերում քաղաքացիները չեն հասկանում ում ընտրել։ Ընդդիմադիր ուժերը խոստանում են փրկել, Նիկոլ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բոլորը խոստանում են ինչ-որ բան։ Այսօր իմ հյուրն է լրագրող Վահե Մակարյանը, ում հետ միասին կփորձենք վերլուծել ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ պարզել, թե ընդդիմադիր որ ուժը ինչ քաղաքական գիծ է ընտրել եւ ոնց է առաջ շարժվում։ Ողջույն Վահե ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիր եւ հյուր եկար։ Առհասարակ լրագրողները միշտ նախընտրական փուլում եւ ընդհանրապես քաղաքական թոհուբոհի առաջնագծում են, իրենց վրա են վերցնում հենց առաջին հարվածները ու շատ ավելի տեղեկացված են։ Ոնց կգնահատես նախընտրական այս փուլը, այս շրջանը։ Նախ ասեմ, որ մեր սև օրերը, այսպես ասած, դեռ չեն սկսել, դեռ առջևում է, երբ որ բուն նախընտրական քարոզարշավը սկսվի, այդ ժամանակ մեր ծանր շրջանը կմեկնարկի, բայց այնպես չի, որ մինչև օֆիցիալ պաշտոնական, այսինքն քարոզչության մեկնարկը բան չկա անելու կամ քարոզություն չկա, մենք հիմա գտնվում ենք ակտիվ նախաքարոզչական շրջանում, հատկապես տեսնում ենք իշխանությունը չարաշահելով իր իշխանական լծակներն ու ռեսուրսները, փաստացի մի շրջան արդեն նախընտրական քարոզարշավ հասցրեց անել, իր սրտիկներով շրջում էր մարզերում եւ ամբողջ մամուլը ընդդիմադիր դաշտը հասարակությունը հետևում էր Նիկոլ Փաշինյանի պերաշկի ուտելուն, սրտի կանելուն, չգիտեմ, շրջայցերին տարբեր։ Դե բայց իրենք դա բնութագրում են, որ շփվում են քաղաքացիների հետ, ինչ կապ ունի դա քարոզչի մարդիկ շփվում։ Դե հա, մենք հավատում ենք իհարկե իրենց ազնվությանը, բայց դրա համար ես հատուկ շեշտեցի, որ չարաշահում են իրենց իշխանական լծակները։ Իհարկե հանուն արդարության պետք է նկատենք, որ ընդդիմությունն էլ նման հնարավորություն ունի, ոչ ոք ընդդիմության ձեռքը ոտը չի բռնել եւ չի ասել, որ չեք կարող ավտոբուսը նստել եւ դուրս գալ շրջել, ուղղակի իշխանությունը միշտ առավելություն է ունեցել նման իրավիճակներում, որովհետեւ հասարակության կենտրոնացումը իշխանության վրա է, հասարակության աչքը լրատվամիջոցների ուշադրությունը իշխանության վրա է։ Հետևաբար իշխանության այդ շրջայցերը ավելի շատ են լուսաբանվում եւ ավելի շատ են քննարկվում, քան ընդդիմությանը։ Եթե իհարկե ընդդիմությունը ինչ որ ֆուրոր չանի, օրինակ, որևէ մարզ այցելելիս։ Իսկ ընդդիմությունը լինելով բնականաբար այս իմաստով անհավասար պայմաններում չի կարողանում այնպեսի հակաթույն մշակել, այդ իմաստով հակաթույն, որ կարողանա օրինակ իշխանության այդ անհավասար իրավիճակը իշխանության հետ ունեցած կոտրի գոնե մի քիչ բալանսավորի։ Դե օրինակ ուժեղ Հայաստանը հայտարարեց, որ իրենք արեցին ցնցող հանրահավաք եւ պատմական, այո, պատմական հանրահավաք, որտեղ պատմական պահ կար, ելույթ ունեցավ Սամվել Կարապետյանը, ուղերձը ավելի շուտ հրապարակեցին, նաև այս մասով բազմաթիվ քննարկումներ եղան, իրենք ասում են, որ AI գործիքակազմով չի, սակայն կան որոշակի փաստեր, որ AI գործիքակազմով է գեներացված, այ դու պատմական համարում ես այդ հանրահավաքը առհասարակ։ Գիտեք ինչ, ամեն ուժ ինքն է որոշում, թե ինչպես գնահատի իր գործողությունները, իր քայլերը, ակցիաները, իմի կարող է իրենք որոշել են, որ պատմական է, մեկ ուրիշի համար պատմական չէ, բացառիկ էր, ես օրինակ պատմականը չէի ֆիքսել իմ նյութերում, վերնագրերում, օրինակ գրում էի Սամվել Կարապետյանի բացառիկ ուղերձը, գուցե միամտաբար ես ավելի ռեալ գնահատական եմ տվել, որովհետև
պատմականը այդքան էլ տենց պատմականը մի քիչ այլ բան եմ ես հասկանում պատմականի տակ ես որպես լրագրող դա գնահատեցի բացառիկ իսկ ինչու էր բացառիկ որովհետև Սամվել Կարապետյանը վերջին շրջանում այսինքն ինչ կալանավորվել է հունիսին թե հուլիսին էր մի խոսքով այդ ամառվա այդ ամիսներից մինչ օրս չէր կարողացել խոսել արգելված էր իրեն օրենքով խոսել նաև ֆիզիկապես ուղղակի ինքը բանտում էր չէր կարող խոսել եւ հիմա այդ առումով այո բացառիկություն կար երբ որ Սամվել Կարապետյանը սկսի պարբերաբար խոսել արգելքը հանվի իր ելույթները այլևս բացառիկ չեն լինի բայց պատմականության իմաստով մի քիչ պետք է ինքը պատմության վրա հետք թողնի որ դու համարես որ դա պատմական է հասկանում եք պատմական իրադարձություն պետք է լինի որ հետո նաև սերունդները հիշեն դասագրքերում գրվի ես պատմական ասելով դա եմ հասկանում այ օրինակ դուք հոյջուն գրել էիր որ դատավարությունը հենց Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը չի ցանկացել որպեսզի լուսաբանվի լրագրողների կողմից դու ինչպես ես գնահատում օրինակ սա հնարավորություն է չէ վերջո տեսեք ես շատ լավ ես երեք հնարավորություն չունեցա մասնակցել այդ դատական նիստին, որովհետև մեկ այլ տեղ հաղորդման հյուր է հրավիրված է եւ այլ լրագրողների դեպ եւ չկարողացան գնալ եւ լուսաբանել հետեւաբար ես այսինքն չհայտնվեցի ուղիղ կիզակետում, բայց կապ չունի ես եմ եղել թե իմ այլ գործընկերներ են եղել, դա ընդհանուր առմամբ վերաբերմունք է, որի մասին ի դեպ գրել էին իմ գոլեգաներից մեկը, հատկապես իր գրառումը շատ տենց ինձ մոտ տպավորվեց Արաքս Մամուլյան եւ շատ կիրթ գրագետ ձևով շարադրել էր մեր գործընկերը, որ դուք անընդհատ այսպես ապավինում եք նախ լրագրողների աջակցությանը, լրագրողներին հրավիրում եք օրինակ լուսաբանման կամ լրագրողները առանց հրավիրողակի տեսնում են իրադարձությունը, գալիս են ձեր հետ կապված եւ մենք անընդհատ սպասում ենք, որ պետք է վերջապես Սամվել Կարապետյանին այսպես կենթանի իրական տեսնենք այդտեղ եւ հարց ուղենք կամ գոնե իր խոսքը լսենք եւ դուք արգելում եք տեսաձայնագրել, լուսաբանել փաստացի դա այդ դատական նիստը Ես դրա համար որոշեցի, որ պետք է զանգեմ եւ ստանամ փաստաբանների մեկնաբանությունը, որովհետեւ ես բնականաբար հասկանում եմ, որ ինչ-որ բացատրություն պետք է լինի։ Ես նաեւ ենթադրում եմ, թե իրենք ինչ բացատրություն կբերեն, դա մի կողմից ինձ համար հասկանալի է, ես ըմբռնումով եմ մոտենում, որ կոնկրետ Արմեն Ֆերոյանը իր պաշտպանական թիմից Կարապետյանի ասաց, որ իրենք փաստաբաններով քննարկել որոշել են որ այդ իր խոսքը հանրայնացնելու այդ պայն տեսաձայնագրելու շնորհիվ առաջացած աղմուկը կամ որը գուցե նաև գուցե շոուի վերածվեր կամ շոուի վերածային օրինակ այլ մրցակիցներ գուցե խանգարի բուն իրավաբանությանը անկեղծ ասած ես նաև այս արանքում 1-2 դրվագով առիթ ունենալով շփվել զրուցել Արմեն Ֆերոյանի հետ եւ հասկանալով օրինակ ծանոթ լինելով իր մոտեցումներին որպես իրավաբան ես հասկանում եմ թե ինքը ինչու է այդպես ասում բայց մի րոպե այսինքն եթե Սամվել Կարապետյանը փաստացի հայտարարում է որ ինքը քաղաքականություն է մտել այսինքն ելնելով այդ հետապնդումներից չէ իմացել է որ այդ հետապնդումները լինելու են եթե ինքը մտնի քաղաքականություն Հետևաբար ինչի մասին է խոսքը, թե իրավական process-ը քաղաքական է։ Ես հենց եկա հասա հենց դրան։ Մյուս կողմից, երբ որ իրավաբանությունը եւ իրավական հիմնավորումները մի կողմ են թողնում, ավելի շուտ ոչ թե հիմնավորումը, այլ իրենց տակտիկան որպես իրավաբան։ Այստեղ գալիս է քաղաքականը։ Քաղաքականի մասով Սամվել Կարապետյանը բնականաբար էլի անհավասար պայմաններում է, ինքը կալանքի տակ է, փակի տակ է, թույլ տվեք ասել ապօրինի կերպով քաղաքական հետապնդմանը ենթարկում ինչ-որ նախադասություն ասելու համար եւ այդ մարդուն ուղղակի զրկել են ելույթ ունենալու հնարավորությունից։ Հետևաբար ես կարծում եմ, որ այսա իսկապես բացառիկ հնարավորություն կարող է լինել Սամվել Կարապետյանի համար, որպեսզի ինքը չխախտելով օրենքը, չխախտելով քննչական կոմիտեի օրինակ այդ սահմանած պահանջները, պայմանները, ինքը բազմաթիվ տեսախցիկների առջև ուղիղ եթերում ասելային ինչ որ ամիսներ շարունակ չի կարողացել ասել։ Քաղաքական իմաստով այո ես կարծում եմ, որ իրենք պետք է օգտագործեն այդ հնարավորությունը, բայց փաստացի քաղաքական իրենց այսպես ասած
այս եվրոպեական շահը իրենք ստորադասել են գերակայելով այդտեղ իրավաբանական շահը, որի մասով ելի եմ ասում թույլ տվեք ես չմեկնաբանեմ ճիշտ է թե սխալ, որովհետև ես ինձ թիմի անդամ չեմ, ես այդ կողմից չեմ նայում, ես կողքից եմ նայում, կողքից նայելով առերևույթ այո պետք է տրամաբանորեն պետք է որ Սամվել Կարապետյանին կողմ լինեին, շահագրգռված լինեին, որ Սամվել Կարապետյանը խոսեր, բայց իրավաբանները այլ կարգ են մեկնաբանում դա։ Այ օրինակ դու ուժեղ Հայաստանին համարում ես ուժեղ ընդդիմություն, դեռ իշխանության դառնալու մասին չեմ։ Ես ճիշտ ասած իրենք դեռ չեն դարձել ընդդիմություն, իրենք հայտ են ներկայացնում իշխանություն դառնալու համար եւ մենք պետք է գնահատենք ընդդիմությունը ասվածը որն է։ Ես ընդդիմություն ասելով այս բան դեռ հասկանամ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստան Դաշինքի եւ պատիվ ունեմին։ Դե մենք տարիներ շարունակ այս 5 տարիա քննադատում ենք խորհրդարանական ընդդիմությանն, հիմա փաստացի ունենք ձևավորվող արտախորհրդարանական ընդդիմություն։ Հա, արտախորհրդարանականը գիտեք ինչ, մի քիչ սխալ կլինի գնա ուժեղ Հայաստանի վրա դնել այդ բեռը, ասել այ դուք հիմա լիարժեք ընդդիմադիր ուժ եք եւ մենք պետք է ձեզանից պահանջենք նույնը, ինչ որ պահանջում ենք պատիվ ունեմից կամ Հայաստան Դաշինքից, որը որ քանի տարի եղավ արդեն 5 տարի էր։ Ես ուղղակի հիշեցի որ դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանի այդ խորհրդարանում էր կպան դրա համար 18-ից։ Այսինքն 5 տարի իրենք ընդդիմություն են խորհրդարանում, այսինքն բուն ընդդիմության ֆունկցիան այս պահին դրված է դեռևս, քանի դեռս խորհրդարանը պատիվ ունեմի եւ Հայաստան Դաշինքի ուսերին։ Ուժեղ Հայաստանը իդեմս Սամվել Կարապետյան ուղղակի մրցակից է այս պահին այս իշխանությանը նախընտրական շրջանում։ Ես այդպես եմ գնահատում, այնպես ինչպես շատ այլ ուժեր են մրցակից։ Հիմա նոր ուժեր են ձևավորվել, որոնք որ էլի ինչ որ հայտ են ներկայացել, ուզում են մասնակցել ընտրություններին եւ դառնալ, չգիտեմ, իշխան բոլորը 50+1 են հավաքում։ Հիմա Արման Թաթոյանը ընդդիմություն է, թե ընդդիմություն չէ, չգիտեմ, դե Սուրեն Պետրոսյանը ընդդիմություն է, թե չէ, ինչ որ մեկը կար ինչ անունը, ամեն օր կոմենտում գրում բա Գուրգեն Սիմոնյան, հա, ինքը ով է։ Ես էլ տակը հարցում եմ, ասում, բայց Գուրգեն Սիմոնյանն ով է։ Չասում են ինչի անունը չես նշում, օրինակ, ինչի իր մասին չկասում, իսկ ինքը ով է, Նիկոլականա, ընդդիմադիր է, չընդդիմադիր է, դե բոլորը հիմնականում դիտավորված են որպես ընդդիմադիր։ Տես դու խոսեցիր ինչական է, հիմա ես կուզեմ խոսենք գաղափարներից, հա, քանի որ Հայաստանում շատ տարածված երևույթ է մարդ կուսակցությունը, ինչը նաև Սամվել Կարապետյանից դեպքում է աշխատում։ Օրինակ դու այսքան լուսաբանում ես, ուժեղ Հայաստանի գաղափարախոսությունը ո՞րն է։ Կարողացել ես հասկանալ։ Ես հասկացել եմ, որ իրենք ավելի շատ շեշտը դնում են տնտեսական թեմաների վրա եւ սոցիալ-տնտեսական եւ փորձում են այն էմոցիոնալ, օրինակ, եթե նախորդ ընդդիմությունը նախորդ ընտրությունների մասնակցող ընդդիմությունը շեշտը դրել էր Արցախի հայրենիքի վրա եւ տենց թիրախավորել էր, որ դավաճանները եկան հանձնեցին, մենք չենք հանձնի, բայց չէին ասում, որ նաեւ հետ կբերենք, կվերագրավենք կամ բան կանենք, որտեղ արդեն գնացել է։ Ամեն դեպքում Սամվել Կարապետյանը դիրքավորվել են ավելի տնտեսական ծրագրերով եւ փորձում են իրենց, եթե բանը նայում ենք, ծրագրերի հիմնական տնտեսական ուղղվածությանը դրա համար գաղափարախոսությունն է որպես այդպեսի կարելի է դա նշել, բայց անկեղծ ասած, եթե մենք հիմա ասենք թե ԿՊ-ի գաղափարախոսությունը որն է, չգիտեմ, ՀՀԿ-ինը, ԲՀԿ-ինը, մյուսներինը, չկա այդպեսի ինչ որ գաղափարախոսություն։ Դու օրինակ բախտից չես համարում։ Տես, մենք անկախությունից ի վեր մշտապես բախվել ենք այս նույն խնդրին, այսինքն գալիս են ինչ որ մարդիկ, կուսակցություններ, ինչ որ բաներ են խոստանում ժողովրդին, խաբում են, ժողովրդը հերթական անգամ հիասթափվում է, հետո գալիս է ինչ որ ընդդիմություն, այլ խոստումներ է տալիս եւ այս էմոցիոնալ ֆոնը մշտապես գալիս է եւ հասել է 2026 թվական։ Այ ըստ քեզ, գուցե նաեւ մենք լրագրողներս որոշակի մեղավորություն ունենք, որ օրինակ նույն այս պահին ավելի շատ լուսաբանում ենք նույն ուժեղ Հայաստանին հաշվի առնելով, որ գուցե մտածում ենք դե ավելի շատ ռեսուրս ունեն, ավելի հավանականություն կա, որ իշխանափոխություն կանեն եւ անտեսում ենք փոքր ուժերին, ինչ ես կարծում այս մասով։ Տեսեք, ձեր բարձրացած հարցը խորքային է, բայց այդ խորքային հարցերը միշտ այդպես խորքում էլ մնում է, որովհետև գոյություն ունեն մակերեսային հարցեր եւ խնդիրներ։ Մամուլը, լրատվամիջոցները, հասարակությունը գնում է այդ ծովի երեսին երևացող այսբերգի հետևից, այսբերգի վերևի հետևից։ Ներքևը խորքում թե ինչ մարգարիտներ կան թաքնված, մենք չենք գնում։ Ցավոք սրտի կամ ուղղակի հանգամանքների բերումով։ Հիմա ինչու ենք մենք ավելի շատ լուսաբանում ուժեղ Հայաստանին, որովհետև ուժեղ Հայաստանի առաջնորդին են կալանավորել, իրենք են ամեն օր ակցիաներ անում, իրենք ունեն շատ ռեսուրս մարդկային ներուժի իմաստով, որ օրինակ կանչում են, հավաքվում են, չէ, ինչ որ դատարանի դիմաց, չգիտեմ, որտեղ ակցիաներ են անում եւ մամուլները իրենք են առաջացնում։ Թող այն ինչ է տող անունը Գուրգեն Սիմոնյան։ Այդ թող հենց այդ երիտասարդը գա իր հզոր անտի Նիկոլ թիմով,
Անտի Նիկոլան Միքայել Մինասյանի Անտի Նիկոլը չտենց հակա Նիկոլական թիմով թող գա, ոտնես մի հատ խրող թզոր բանանի, հանրահավաքանի մի 45 հոգանոց, մենք էլ գնանք լուսաբանենք։ Այդ թող գնան են։ Այդ չեն անում։ Ինչ են անում, այսինքն հասկանում եք միշտ ցանկացած ընտրապայքարում լինում է իշխանություն եւ լինում է իշխանությանը դիմադրող ֆավորիտ ընդդիմություն կամ ֆավորիտ ընդդիմադիր ուժ կամ հակառակ ուժ, ոնց ուզում ենք դնենք մրցակից ուժ։ Հիմա այս դեպքում ֆավորիտը դարձել է ուժեղ Հայաստանը։ 21 թվականի ընտրություններին ֆավորիտը Հայաստան դաշինքն էր։ Իդեմս Ռոբերտ Քոչարյանը եւ Իսկ հիմա Հայաստան դաշինքը ըստ քեզ ինչ շանսեր ունի։ Ըստ Վատիկանյան բանի կլանի ներկայացուցիչների շանս չունի ընդհանրապես 8%-ն չի հավաքի եւ չի գնա չի անցնի խորհրդարան։ Ըստ քեզ որպես լրագրող Վահե Մակարյանի, ով ամեն դեպքում առնչվում է։ Հիմա ես ասում եմ, ես ինչու բանացի, որովհետեւ ինչ որ մի ուժ, ինչ որ մի թև այսօր Քոչանին ուզում է լրի զրոյացնի, չեսնի ներքև որ ոչ մի բան չունի։ Այլ ուժեր, որոնք որ ավելի Քոչարյանամետ են եւ սիրում են իրեն կամ չգիտեմ դեռ Աստված ասում են մեծարգո նախագահին, իրանք համարում են որ չէ, հələ մասնակցել է ու Հիմա դու ասացիր մեծարգո նախագահ, քեզ կդարձնեն Քոչարյանական ես։ Աստված չանի, ես ոչ մի բանական չեմ, փառք Աստծուն հատկապես Քոչարյանական չեմ, ոչ թե դա լավ է կամ վատ է կամ չգիտեմ շատ վատ է, այլ փառք Աստծո ես ունեմ այնքան սեփական adekvat մտածողություն, որ չլինեմ ինչ որ բանական, այդ թվում Քոչարյանական, Սերժական, Միշիկական, Նիկոլական առավել եւ մնացածական։ Իսկ ո՞նց է վերաբերվում այն լրագրողներին, ովքեր ունեն հստակ քաղաքական կողմնորոշում։ Ակնհայտ է, չէ՞ որ դաշտում կան բազմաթիվ լրագրողներ։ Իրենք ակնհայտ չէ, դա նորմալ է, որովհետև Civic-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքն է, նորմալ է, որ ինքը պետք է այդպեսին լինի։ Իսկ կան նաև լրագրողներ, ովքեր չեզոք դիրքերից են հանդես գալիս, բայց ունեն քաղաքական կողմնորոշում։ Դու օրինակ ինչպես ես վերաբերվում։ Ես չգիտեմ, այտենց ուղիղ արտահայտված քաղաքական կողմնորոշմամբ լրագրողներ համենայն դեպս դաշտի այն հատվածը, այն գործընկերները, որոնց հետ ես ամեն օր առնչվում եմ, ես իրանց մասով, չգիտեմ իրանց հոգուխորքը ինչ է թաքնված, բայց ուղիղ չգիտեմ։ Ես կարող եմ օրինակ որոշների մասով ինչ որ այտենց ենթադրություններ անել, այն էլ իդեպ շատերը ինձ են ասում, բա օրինակ ձեր այս գործընկերը թաքնված այսպես նիկոլական թեզը բաներ առաջ տանում թեզեր իրականում իրենց օգտին ավելի շատ այն մեկ ուրիշի մասով ասեն սա ակնհայտ Քոչարյանական է, սա ակնհայտ Տաշիրական է, սա բայց նույնիսկ եթե դա չեմ ուզում հիմա գնահատել իմ գործընկերների այսպես վարքը, պահվածքը, մոտեցումները, ամեն մեկը իր խղճի մտոք է գործում, հիմա կոնկրետ եթե անվանական ասեք գուցե փորձեմ կարծիք հատնել, բայց անվանական էլ չէի ցանկանում, որովհետև էթիկապես կոռեկտ չէ։ Ինչի եմ հարցնում, որովհետև տես շատ դեպքերում ԿՊ պաշտոնյաները, եթե նկատել ես, գրեթե ամենօրյա կտրվածքով քննադատում են լրագրողներին, թիրախավորում են, նույնիսկ եթե լրագրողը ունի քաղաքական կողմնորոշում եւ դա արտահայտում է, ինչ իրավունք ունի իշխանության ներկայացուցիչը թիրախավորել։ Ոչ մի իրավունք չունի, առավելևս ԿՊ-ական падգամավորները բարոյական որևէ իրավունք չունեն լրատվամիջոցին թիրախավորելու, լրագրողի մեղադրելու, պատվերով հոդված գրելու եւ բան անելու, ինչ որտեղից ֆինանսավորվելու մեջ, որովհետեւ ուղղակի թող իրենք նայեն Նիկոլ Փաշինյանի անցյալը, հիշեն այդ անցյալը, մի հատ թերթեն այդ անցյալը եւ կհասկանան, որ իրենք բարոյական իրավունք չունեն որևէ լրագրողի, նույնիսկ իրենց պատկերացմամբ ամենակոռումպացված, ամենակաշառակեր, ամենապատվերով հոդված գրող լրագրողին իրավունք չունեն դույզն ինչ մեղադրելու։ Քանի որ նորից եմ ասում, թող մի հատ հետ տան Նիկոլ Փաշինյանի անցյալը։ Դե գուցե բարեփոխվել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ է բարեփոխվել։ Հիմա էլ լրագրող չի, որ լրագրող լիներ կհասկանանք բարեփոխվել է, թե չէ։ Իրենք գուցե հոգով սրտով տեսակով դեռ լրագրող է, ընդ որում նիկոլական լրագրող, իրեն բնորոշ ձևով լրագրող, բայց ինքը դեռ լրագրող չի։ Ինքը 8 տարի լրագրող չի, չէ, դրանից առաջ էլ քան տարի падգամավոր էր։ 2010 թվականից երևի լրագրող չի, 10-11։ Հետ վերադառնանք քաղաքական ուժերին։ Հայաստան դաշինքի մասով այ օրինակ չասեցիր ըստ քեզ կհաղթարեն անցողիկ շեն։ Ինձ թվում է կհաղթարի Հայաստան դաշինքը։ Իդեպ ես ասեմ, որ այսպես տարբեր զրույցներից ելնելով բոլորի նույնիսկ ընդդիմադիր այն ուժերը, որոնք որ չեն ցանկանում, որ օրինակ տենց ուշները չի գնում Ռոբերտ Քոչարյանի եւ իր մուսկուլների համար կամ իր թիմի եւ մրցակից են համարում հոգու խորքում թեկոզ իրեն, բայց հավաքական ընդդիմության հաղթանակի մասով իրենք սպասում են, որ այո Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է հաղթահարի, անցողիկ շեմը Գագիկ Ծառուկյանն էլ, այլ ընդդիմադիրներ էլ, եթե տենց վերջում օրինակ իրենց մեջի նիկոլիզմը օրինակ բան չի լինի, գլուխ չի բարձրացնի եւ վերջում չեն քաշի,
ձայները չեն տա ԿՊ-ին օրինակ նրանք էլ թող հաղթարեն ինչքան շատ ընդդիմադիր ուժ հաղթարի անցողիկ շեմը եւ բարձր տոկոսներով եթե 50+1 որևէ մեկը չի հավաքելու այնքան ընդդիմության շանսերը մեծ է որպեսզի հավաքական առումով միավորվեն եւ տապալեն ԿՊ-ին Այ օրինակ տեսնում ենք գուցե սովորական քաղաքացիները ովքեր քաղաքականությանը այդքան չեն հետևում չեն հիշում բայց նույն Գագիկ Ծառուկյանը իր քաղաքական կենսագրության ամբողջ ընթացքում բազմաթիվ անգամներ մեկ աջակցում էր Սերժ Սարգսյանին, հետո դեմ դուրս եկավ Սերժ Սարգսյանին, հետո աջակցում էր հեղափոխությանը, հիշում ենք ջուր էր տանում, հա, հեղափոխականներին։ Ինչպես դաշնակցականները։ Շատ չի տարբերվում այդ առումով։ Այսինքն մենք կարող ենք վստահ լինել, որ նույն ընտրություններից հետո օրինակ ինչ որ հանգամանքով պայմանավորված Գագիկ Ծառուկյանը չի որոշի ԿՊ-ի հետ կոալիցիա կազմել։ Ոչ մեկի վրա վստահ չեմ։ Ես ընդհանրապես կարող եմ հույս ունենալ, որ չի համագործակցի, բայց վստահություն, չգիտեմ, թող Գագիկ Ծառուկյանը ինքը ասի։ Ես ի դեպ այդ հարցը իրեն տվեցի, վերջում իրենց ծրագրի ներկայացման ժամանակ ասացի, որ խոստանում եք, որ զատնի չեք դնելու, ինքը ինչ-որ բաներ ասեց, այդ ասած դու ամենաթունդ հարցերն ես տալիս բան, այտենց լրագրող ես եւ այլն, եւ ասաց, որ այո, ես խոստանում եմ զատնի չեմ դնի, ամենայն դեպս այդպես հասկացա, եւ չի դնի ավելի լավ։ Ուղղակի գիտեք ինչ, օլիգարխներին մեծ ռեսուրս ունեցող մարդկանց մասը մի քիչ դժվար է իրենց հասկանալ, իրենք կորցնելու բան շատ ունեն։ Ասենք ես ընդհանրապես մեծ մեքենա ունեմ կորցնելու։ Էդ էլ ոչինչ, եթե կաշխատեմ կվերականգնեմ։ Իսկ Գագիկ Ծառուկյանը եւ Ծառուկյանի նման հզոր գործարարները Սամվել Կարապետյանն են, չէ՞, Դե Սամվել Կարապետյանն էլ կորցնելու շատ բան ունի, բայց գիտեք ինչ, Սամվել Կարապետյանը կորցնելու էլ ավելին ունի, քան Գագիկ Ծառուկյանը իր միլիարդներով, որովհետեւ Սամվել Կարապետյանը փողից ու, չգիտեմ, կապիտալից բացի ինքը կորցնելու ունի անուն, հեղինակություն, ռեսուրս, որ դրեց այդ ամեն ինչի մեջ, չգիտեմ, վստահություն, բազմաթիվ բան, այսինքն բարոյական կոնտեքստում կորցնելու բան ավելի շատ ունի, քան ֆինանսականը, որտեղ ֆինանսականը հիմա միլիարդատեր մարդ է, ճիշտ ասած 2 միլիարդ էս կողմ, 2 միլիարդ այն կողմ, լավ թող 2 միլիարդ էլ կորցնի։ Համենայն դեպս չի սնական, Նիկոլ Փաշինյանի երազանքը չի իրականանա, Սամվել Կարապետյանը իր բառերով ասեմ, չնչոտ անընդունելի այդպես բառապաշարով արտահայտվելը, որ ասում է բոմբ կդառնա, վստահ եմ Սամվել Կարապետյանը չի սնանկանա, բոմբ չի դառնա եւ չգիտեմ, կոտրած տաշտակի արչեւ չի հայտնվի։ Այլ հարց որ Սամվել Կարապետյանը կկորցնի բաներ, եթե չհաջողի, որը գուցե իր համար ավելի անդառնալի եւ ավելի ծանր լինեն, քան ֆինանսական կորուստներ։ Խոսեցինք խոստումներից, Գագիկ Ծառուկյանի մասով ասեցիր, մի հարց ունեմ, այ հիշում ես դու առհասարակ մեր քաղաքականության մեջ որևէ գործչի, ով պահել է իր խոստումները։ Կհիշես նման մարդու։ Ճիշտ ասած, ցավոք սրտի քաղաքական գործիչը եւ խոստում պահելը բավականին հեռացել են իրարից։ Իսկ հիմա եթե քաղաքական գործիչը սկսում է իր խոստումը պահել, ուրեմն չի դառնում քաղաքական գործիչ, չգիտեմ ինչ ասեմ, որ ճիշտ ստացվի, բայց քաղաքական գործիչ չի լինում, մի քիչ ավելի լավ կերպարի մեջ է մտնում, քան քաղաքական գործիչը։ Ցավոք սրտի այդպես է եղել, որովհետև մենք սովորել ենք արդեն Ես ինձ բռնեցի վերջերս այդ մտքի վրա, որ դե հիմա ամեն ինչ կարող են ասել, հետո մտածել դրա արդարացումն թե ինչու չեղավ։ Օրինակ ընտրողը ոնց կողմնորոշվի։ Օրինակ նայում է այսօր խոստացան եւ ինքը արդեն մի քան բազմաթիվ անգամներ արդեն իրեն խաբել են, իմունիտետ է ձեռք բերել, հա։ Եվ հիմա ոնց կողմնորոշվի, որ լավ գոնե այս մեկը մի քիչ է խաբում իրեն։ Չգիտեմ ճիշտ ասած, դա մի ընտրող էլ ես եմ, ես թվում է ես կողմնորոշվել եմ։ Ում ես ընտրելու իդե որոշել ես, չգիտես։ Անկեղծ չգիտեմ։ Բնականաբար ընդդիմությանը ձայն կտամ, ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանին Սամեն Կառավարությանից համոզում որ իրան եմ ձայն տալու, բայց չէ։ Ես պայման դրեցի, ասացի, եթե ինձ տուն կտաք, թե ձայն կտամ, որտեվ եթե տուն չտվեց, ինձ ուղղակի տուն չեն թողնի։ Որ տուն տան ձայն կտաս Նիկոլ Փաշինյանը։ Հա, թող տա, բայց լավ շենքում, այն շենքում, որտեղ որ ինքն է առել տուն, այդ շենքում, չգիտեմ, ինչ որ նորակառուցում տուն է առել։ Նորմալ տենց բան էլի, կեսայնականության համար չեմ գնալու մի հատ փոքր բան, մի 30-40 բան խրուշչովկե, չէ, նորմալ թող տուն տա, որ եթե վաղը ինքը ընդդիմություն չլինի, իշխանություն չլինի, ընդդիմություն լինի, ես իրեն ասացի, կիշնենք, շփվենք, նարդիկ խաղանք, կհիշենք նախկիններին, ես իմ նախկիններին, դու քո նախկիններին, մենք բոլորի նախկիններին, անցավորներին, անցած գնացածներին, կհիշենք, կքննարկենք, կհասկանանք, այդ ով էր ճիշտ, ով էր սխալ, ով սխալվեց, ով ինչի համար, լիքը բան կունենանք խոսալու։ Հələ թող տա, որովհետև վստահ եմ ասում, ուղղակի այս կեսկատակ կեսլուրջ իսկապես եթե ես գնաց իրան ընտրեցի, ինձ տուն չեն տոնի ուղղակի։ Իսկ օրինակ եթե Սամվել Կարապետյանը տուն տա կընտրես Սամվել Կարապետյանը։ Չէ, դա որովհետև Ինչի՞ է տարբերություն դնում։ Չէ, տեսեք հիմա այստեղ
Սամվել Կարապետյանին կամ ընդդիմադիր այլ ուժի ընտրելը արդեն իմ դեպքում գաղափարական է։ Այ միայն ԿՊ-ի դեպքում, որ պետքա այտենց բան մոտիվացիա լինի, այն էլ եմ ասում, զուտ ֆիզիկական բանից, կենսական անհրաժեշտությունից բխող մոտիվացիան, չէ՞ որ այտենց կաշառքի տեսք եմ ուզում, դրա տեղը մի հատ Rolls-Royce կուզեի, ավելի տնից օրինակ թանկ։ Խնդիրը այն է, որ այս ուղղակի դուրս է կմնամ, ինձ տուն չեն տոնի, եթե ես ԿՊ-ին ձայն տամ։ Դրա համար եմ ասում, եղբայր ջան, եթե տուն կտաս, որ ես կամ երաշխավորես, որ ես դուրսը չեմ մնա, հարց չկա, կամ մի 20 տարով որևէ 5 աստղանի հյուրանոցում, օրինակ, բրոնի արա համար գնամ մնամ։ Ընդամենը դուրսը չմնալու խնդիր եմ ես լուծում, ոչ թե իրենց կաշառք եմ ուզում։ Չնյութականացնենք էլի, դա մեր չասեն կաշառք է ուզում։ Առածել հիմա այսօր այս կաշառքի գործով քանի հոգու բռնեցին տարան, ես էլ բան չի, թաքուն չեն դասում, չի ուղղակի։ Իդեպ այսօրվա այդ դա էլ քննարկենք, այդ կաշառքի գործին այլ հավատում ես, թե կարծում ես, որ սարկած էր, ինչպես բնորոշում են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, զուտ որպես լրագրող։ Ես չեմ լսել ճիշտն ասած, այտենց բնորոշել են սարկացել թե չէ, բայց գիտեք ինչ, կոնկրետ իրանց ասածով չեմ ասում, առհասարակ հիմա ինչ որ լինում է, հելում ասում են սարկած էր AI էր, լավ էր, արհեստական բանականությունն էլ մեյդան ընկավ, այսպես ասած, հիմա ինչ լինում է, ասում են սա սարկած է։ Չէ, սարկած չէր։ Ես կարծում եմ, որ սարկած չէ, որովհետև իրավապահ համակարգը ամենայն դեպս գնացել են, գտել են, բան են արել, գաղտնա լսել են, այդ մարդիկ խոսել են, ինչ է սարկես, այս մեկը սարկես, երկրորդը սարկես, երրորդը սարկես, այլ հարցը թե պետք է հասկանալ ինչ են խոսում, ինչի մասին են խոսում, ոնց են խոսում, հիմա նախագծության փուլում իրավապահի դեր չստանձնենք, չսկսենք մեղադրել աչուձախ, բայց այն ինչ որ ես լսեցի ամեն դեպս եթե ամեն ինչ իրական է եւ այդպես է, դա լավ չի, մեղմ ասած լավ չի։ Եվ իրենք պետք է չանեն այդպիսի բան կամ շատ զգուշ լինեն կամ եթե անում են չբռնվեն կամ ուղղակի չանեն որ չբռնվեն։ Այ ըստ քեզ դու կարծում ես որ այսօրվա ընտրողը այսօրվա Հայաստանում մենք այնպիսի պայմաններ ունենք որ ընդդիմությունը խնդիր ունի կաշառք բաժանելու։ Ինչ ես կարծում։ Հաշվի առնելով այն որ նույն Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգը նրա գործողությունների արդյունքում նրա նկատմամբ առաջացած անվստահությունը ընդդիմադիր ուժի ինչին է պետք։ Այո։ Ուզում ճիշտ կամերաներն անջատեք։ Չէ, կամերաների առջև։ Գիտեք ինչ ճշմարտություններ կան, որ երբեմն շատ ցավոտ է բարձրաձայնելը եւ երբ որ ինձ օրինակ հարցնում են, բա ինչ է լինելու եւ ես ռեալ փորձում եմ պրոգնոզ տալ, հասկանում եմ, որ մարդիկ չեն ուզում դա լսել։ Իրանք ուզում են լսել իրենց ուզածը, որ հա լավ է լինելու, օրինակ ընդդիմադիր շարքային հպարտ քաղաքացին ասում են կգնանք սրանցից կազատվենք օրինակ որ ասում հա բա ոնց հենա սա բոլոր հարցումները հենա թե չեք տեսնում տաշ իրենք հարցում են բաները 160% են խփել Քոչյանը 80% մխել է հեչի Թաթուան Արմենը вообще 50+1-ի վրա մնացել է այն Սուրեն Պետրոսյանը դաժե մի 40% ունի մեկ այն տղան ինչ էր Գուրգեն Սիմոնյանն էլ ունի Չէ սիրում ոնց որ Գուրգեն Սիմոնյանին մի խոսքով այդ տղան էլ ունի ինչ որ բաներ այ որ Չալաբյան ավետիքը մասնակցել մի 30% էլ ինքը իր առանձին էլեկտորատով կբերեր ճիշտ է ընդհանուր 100% է, բայց մարդը մի 100-150% արդեն խփել են, մի 400%-ի ձայն կա։ Բայց այդ մարդիկ էդ են ուզում լսել, հասկանում եք։ Երբ որ դու ասում ես, որ չէ, եղբայր ջան, համապատասխան այդպես չի, այդպես Գագիկ Ծառուկյանն էլ ահագին տոկոս ունի, ինքն էլ է մտածում, որ կհաղթի։ Բայց երբ որ դու ասում ես, որ այտենց չի, մարդիկ ասում են, բախի, բայց կարող է դու իշխանության կողմից ես ասում եմ, ցավը տանեմ 2021 թվականին, երբ որ բանը Նիկոլ Փաշինյանը հաղթեց, երբ որ տեսա պատերազմից հետո ժողովուրդը ոնց գնացնորից իրենց զենթվեց, ես երկու ուղղակի ուշքի չէի գալիս։ Բայց ես հետո սկսեցի կամաց առերեսվել իրականությանը, որ ես ժողովուրդը գնում զենա տալիս։ Մայրս հանձնաժողովի նախագահ է եղել անդիմադիր ֆրակցիայի քվոտայով դե այդ քվոտաները կամ ընտրատարածքայինով պետք է անես կամ որևէ անդիմադիր ֆրակցիայով։ Նախկինում էլ իդեպ ՀՀԿ-ի ժամանակ էլի անդիմադիր ֆրակցիայի ֆրակցիաներից մեկի քվոտայով մի քանի անգամ մասնակցել եմ այրս ընտրություններին Սերժ Սարգսյանին հաղթած եզակի մարդկանցից, եզակի կանանցից մեկն է իմ մայրը, որով ես նաև այդ հարցում եմ հպարտանում, որ մորս չեն կարողացել վախեցնել, կաշառել Սերժ Սարգսյանի օրոք, չգիտեմ, համոզել, ինչի տենց բան է կա Սերժ Սարգսյանի օրոք, հանրապետական ազգա չի։ Չկար, բայց եղել է։ Եվ որպեսի մայրս օրինակ աչք փակեր, որ լցնեին։ Ինձանով են նույնիսկ վախեցրել։ Հիմա նույն կերպ մայրս ոնց այն ժամանակ է իր դիրքերը պահել եւ թույլ չի տվել որ իրեն կաշառեն, վախեցնեն, սպառնան, որպես ինքը թույլ տա կամ աչք փակի ապօրինության վրա, որ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի կամ ԱՅՈ-ի ժամանակ
ՀԿ-ի բերած համանadrության IO-ի օգտին լցոնում անեն կամ չգիտեն թիվ նկարեն ու թույլ չի տվել կանխել է եւ հենց այդ մի տեղամասում օրինակ ոչը հաղթել է Սերժ Սարգսյանը պարտվել է եւ այլն նույն կերպ մայրս այտենց ամուր օրենքի կողքը կանգնած պահել է օրենքի տառը եւ հետեւել ընտրություններին հատկապես որ հանձնաժողովի նախագահը 21 թվականին Եվ ես այնտեղ եմ ամբողջ օրը եղել, միջև լույս, ես եմ քվեաթերթիկներ հետ տարել Եղվարդի ընտրատարածքային այդ կենտրոն, հանձնել եւ ես տեսա թե ոնց է հաշվարկի ժամանակ ձայների տարբերությունը այդ մի տեղամասի օրինակով տեսա, երբ որ ԿՊ-ն Քոչարյանի համեմատ կրկնակի առավելություն ուներ։ Հիմա ինչ անես Մայրս ես ասում եմ մորս ձեռքը հնարավորություն լիներ ինքը հաստատ իմանալ որ ոչ մեկ չի իմանալու հնարավորություն լիներ նույնիսկ մեկ ձայն որևէ անդիմադիր ուժի օգտին պլյուս անելու չէր անի բացառված էր որովհետև մայրս այդպեսի մարդ է դա բացառված էր որ աներ բայց ու պետք է չի անել գիտեք ինչ եթե ես ժողովուրդը գնում ընտրում է դու ինչ անես զորով գնաս կեղծես ընտրություն զորով գնաս փող բաժանես ասես չէ արի Նիկոլի մի ընտրի ինձ ընտրի Ժողովուրդ այդ մարդուն որ դու զորով փողով կաշառում ես ուզում ես որ քեզ ընտրի այդ մարդը վաղը եթե դու $100 կաշառում ես որ քեզ ընտրի մեկ ուրիշ 1000 կտա 5000 կտա կունենանք նույն վիճակը ինչը որ ունենք ինչը հանգեցրեց 2018 թվականի դեպքերի միջայլով ես դες մի բան էլ ասեմ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին ձայն տված այդ քանի հոգին 700,000 մարդ չէ ձայն տվել արդեն լավ չեմ հիշում 70-80% համարյա Այդ 80%-ի 80%-ը նախկինում Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին 5000 դրամով ձայն տվածներ են։ Ես հիմա տենց ինչ-որ անալիտիկա չեմ արել տրամաբանորեն ու ենթադրելով ու նաև իմ շրջապատի մարդկանց, ասում չգիտեմ, ծանոթ բարեկամ հարևան, որոնք որ ներգրաված են եղել թաղի ինչ-որ տղաներ ներգրաված են օրինակ նախկինում այդ բաների մեջ, process-ների ընտրական։ Երբ որ ես տեսնում եմ ոնց են իրանք ՀՀԿ-ի Սերժ Սարգսյանի համար կամ այդ օրվա օրինակ ՀՀԿ-ի տեխնացուների համար այսպես ասած տասովչիկություն անում, ձայն հավաքում, ձայն բաժանում, փող բաժանում, որ ձայն բերեն, այդ նույն մարդիկ այսօր ԿՊ-ում են, ԿՊ-ի համար են աշխատում։ Այդ նույն մարդիկ են։ Նրանց լավ 50%-ն, 60%-ն, 70%-ը դարձել է ԿՊ-ական։ Այդ նույն մարդիկ նույն գործունեությամբ զբաղված են ԿՊ-ում արդեն ԿՊ-ի շարքերում ու իրանք են գնացել ԿՊ-ին ձայն տվել այս երկիրը հո բան չի բեզռազմեր չի այս ժողովրդի քանակը Մկուչյանի թվերով 2.5 միլիոն է Սասկի դրակի 3 միլիոն Մկուչյան պլյուս մի քիչ էլ Նիկոլ Փաշինյանը օրինակ ըստ քեզ ընդդիմադիր չէր մինչև 2018 թվականը Անդիմադիր էր Նիկոլ Փաշինյանը անդիմադիր էր այլ հարցը որ հիմա մեղադրանքներ կան չէ դա հիմա ասում եմ որ իշխանության սարկած անդիմադիրներ հիմա չգիտեմ թող այդ օրվա իշխանությունը վերջապես հիմնավոր կամ մեղադրողները թող հիմնավոր փաստարկներ բերեն իդեպ նրանց ասածների մեջ որոշակի տրամաբանություն կա կամ այդ օրվա իշխանությունը իդեպ Սերժ Սարգսյանն թող վերջապես հիմնավոր հակափաստարկներ բերի վերջը Նիկոլ Փաշինյանը իրանց մարդն էր իրանց մարդը չէր Սերժ Սարգսյանի փեսան կապ ուներ Նիկոլ Փաշինյանի հետ որի թերթին ֆինանսավորում էր վերջում էլ պարզվեց ինքնամիտ Մինասյանի ֆինանսավորել, թե չուներ։ Ախր այնքան հարց կա, հիմա որ վերադառնանք 2018, իսկ հիմա այս երկիրը երկու կարևոր շրջափուլ է ունեցել, որտեղ պետքա գտնել այդ թաքնված շանգլուխը։ Մեկը հոկտեմբերի 27-ն էր, որը մեր անկախ Հայաստանի պատմության ամենասև ու ողբերգական ամենածանր էջերից էր։ 96 թվականի ընտրությունները։ Դրանք հələ գիտեք ինչ այդքան բան չեն, շրջադարձային չէին։ 99 թվականի հոկտեմբերի 27-ով ես կարծում եմ, որ քար գծվեց մեր երկրի ապագայի վրա, մեր երկրի ու պատմության պետականության անիվը 180 աստիճանով շրջվեց, չգիտեմ որ ուղղությամբ, անհայտ ուղղությամբ, բայց համենայն դեպս այն զարգացման ուղղությամբ, որ գնում էր կամ կարող էր գնալ կամ պիտի գնար, չգնաց։ Այնպես որ նախ ես չգիտեմ երբևէ երևի չի էլ բացահայտվի իրական շահառուներն ու մոտիվատորները ովքեր էին հոկտեմբերի 27-ի բայց այդտեղ շատ մեծ բան կա թաքնված թե ինչպես եղավ եւ 2018-ը իրականում չէր կարող այդպես հեշտ ու հանգիստ իշխանապողություն լինել բայց եղավ թե ինչու եղավ ինչը հանգեցրեց դրան դա ինչ որ որոշակի շղթա է այսպես օղակներ են որ գալիս ասում են ինչ որ մեկ կետի այդ կետը մենք դեռ չենք կարողանում հասնել ավելի շուտ գիտեք ինչ շղթան կարողանում ենք հավաքել կետը կուլմինացիան այն էր որ իշխանապողություն եղավ բայց ամբողջական պատկերը թե շղթայի առաջին հատիկով դրեց երկրորդով դրեց բայց չէ որ նույն դու եղել ես լրատվական ոլորտում եւ հետեւել ես իրադարձություններին ամենօրյա կտրվածքով հա 2018 թվականին այսինքն մենք տեսնում ենք որ նույն լրատվամիջոցները ձևավորում են օրակարգ եւ կամ օգնում են որևէ դիմադիր ուժի կամ չեն օգնում մենք այդ տեխնոլոգիաներին շատ լավ տիրապետում ենք
Այ հիմա կարող ես հիշել 2018 թվականի իրադարձությունների ժամանակ իշխանական լրատվամիջոցները որքանով էին օգնում Նիկոլ Փաշինյանին։ Ես հիմա այդպես շատ ուղիղ չեմ հիշի, որտեղ արդեն 7 տարի անցել է, բայց որ sense ռետրոսպեկտիվ նայում ենք, լավ էլ օգնում էին։ Իշխանական չէ, մեծ իշխանական լրատվամիջոցները, մեծ վատիկանյան լրատվամիջոցները, ըստ նաև տարբեր տեղեկությունների, երբ որ sense հետ ես գնում, թե օրինակ տարբեր լրագրողներ աշխատել են այդ ժամանակ X կայքում, Y կայքում եւ երբ որ խոսակցությունները պատմեն, թե օրինակ որ իրադարձության ժամանակ 18 թվականին իրանք ոնց են լուսաբանել, ինչ հրահանգներ ա եղել, հետո գիտես ինչ պարտադիր չի ներքին կողքին ծանոթ լինես, երբ որ դու տեսնում ես, թե օրինակ որ կայքը, որ լրատվամիջոցը ինչ ինտենսիվությամբ որ իրադարձությունը ոնց է լուսաբանա, ինչքանով է դա գլխավոր դրել, ինչքանով է դա կարևոր դրել իր կայքում, ոնց է գնացել հասել լայվով ամեն ինչ որ բանի հետևից, հասկանում ես, որ այդ ամեն ինչը հենց այնպես չէր կարող լինել, այսինքն դա ստանդարտ բան չէ, հիմա ես էլ եմ լրագրող, ես կարող միամիտ ինչ որ մի հատ իրադարձության մեջ հայտնվեմ, տեսնեմ, հոպ 10 հոգի հավաքված գորգորում են, տեսախցիկը վերցնեմ, նկարեմ, ասեմ, դա իրադարձություն է, գորգորում են, մի բան կլինի, կամ մի բան եղել է, որ գոռում են, բայց դա այտենց ոնց որ պլանավորած էր, դրա համար ասում 2018 թվականը շատ այտենց մութ էջեր կան, որոնց մասով հələ շատ մարդիկ պատասխաններ ունեն տալու, բայց չեն տա։ Այ ինչպես է վերաբերվում նրան, որ հանրապետականը որոշեց չմասնակցել ընտրություններին։ Լավ են վերաբերվում, նաև adekvat։ Չէ, ոչ թե adekvat իրենց արածին, այլ կարծում եմ, որ adekvat որոշում էր իրենց պարագայում, որովհետև հանրապետականը շատ լավ գիտե, որ ինքը չունի ռեյտինգ, էլի չի հաղթահարելու 4%, 5%-ի շեմը, անցող ինքն իրանով։ Իսկ այս վերջինն էլ որ նախորդ ընտրություններին Վանեցյանի հետ միացան, դաշինք կազմեցին, էլի տենց մի կերպ բուքսերով անցան, որովհետև ընդհանրապես ընտրական օրենսգիրքը իրանց օգնեց, որ այդ մի 0.քանի% տենց փոշին գնա իրանց եւ հաղթահարեն շեմը մտնեն, ապա հիմա դրա հույսն էլ չկար եւ մտածեցին ավելորդ մտնեն, ինչ անեն, Հենա Քոչյանը մտել է, իդեպ Քոչյանի դեմ էլ աշխատում ասում են ինչ ես մտել, Քոչյանը մտել է, իրանք կարծեմ Սերժ Սարգսյանը նաև խոստովանեց, որ իրանք եթե իմանային, որ այդքան ռեյտինգ ունեն գոնե Քոչյանի չափ կամ անցողիկ չեմը հաղթարելու չափ կմտնեին, պայքարի մեջ չեն արել, կարծում եմ նորմալ որոշում են, ավելի լավ է չմասնակցել այսօրվա դրությամբ, քան մասնակցել, ասենք 1.3% ձայն հավաքել, հետո ինչ անես այդ ձայների հետ։ Ինչ կանխատեսումներ ունես։ Չգիտեմ։ Ոչ մի կանխատեսում չունեմ։ Ով է լինելու 2026 թվականի հունիսի 8-ին ՀՀ վարչապետը ըստ քեզ այսօրվա իրականությամբ եթե նայենք, հա, որտեվ դեռ ժամանակ կա, չգիտեմ, գուցե այն դիմադիր ուժերը ինչ որ գործողություններ են անում, զարմացնում են մեզ, գուցե հայտնվում են նոր լիդեր ընդդիմության մեջ։ Ես հիմա ոչ ուզում եմ այն դառը ճշմարտությունը ասել, մտածել դա բանը ոչ բան, անկեղծ չգիտեմ, դա ըստ Սամվել Կարապետյանի թիմակիցների, Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է, բայց հուլիսի 8-ին մեկը ինքը չի լինելու վարչապետ, դեռ process կա այնտեղ այլ մարդ պետք է ընտրվի, ինչքան էլ ինչ-որ տենց ուրիշ բաներ են ասում, բայց միևնույն է, Սամվել Կարապետյանը ուղիղ տեխնացու եւ վարչապետ չի կարող լինել հունիսի 8-ի դրությամբ։ Հուլիսի 9-ին էլ չի լինի, 10-ին էլ չի լինի, որոշակի ժամանակ է պետք, որպեսզի նախ ինչ-որ ժամանակը որ վարչապետ կլինի, հետո պետք է հասցնեն համանդրություն փոխեն, հետո պետք է գնան, չգիտեմ, այդ վարչապետը հրաժարական տա, ըստ ընթացակարգի նշի, որ հանեցին, դրեցին տեղը։ Այդպես չի լինելու, այնպես որ հուլիսի 8-ին համենայն դեպս վարչապետը այն մարդը չի լինի, ում մասին որ ասում են իրենք։ Այլ հարց որ կարող է հուլիսի 8-ին օրինակ իրենք լինեն իշխանության, բայց այս բանը անշնորհակալ գործ եմ համարում, որովհետեւ կանխատեսում անելը անկեղծ, որովհետեւ տեսեք, այսօր Գյումրի երկու սցենարից են խոսում, իդեպ այդ մասին կուզեի խոսենք, որ Գյումրիում ընդդիմությունը հաղթանակ տարավ միասնական ձևով, շատ բարդ որոշում կայացնելով, որտեղ հասկանում ենք այնտեղ ինչ բաներ էր, կոնֆիգուրացիաներ, ինչ հարաբերություններ էին։ Վաղ շաբաթում որ պետք է նորից նույնը կրկնվեր, այդ հույսով էին ընդդիմադիրները մասնակցել, չկարողացան։ Վաղ շաբաթում ԿՊ-ն միայն դա ձևավորեց բան, իշխանություն։ Դրա համար հիմա միջև վաղ շաբաթի ընտրությունները մարդիկ հույս ունեին, որ Գյումրի երկու սցենար կկրկնվի, բայց Գյումրի 2 չդարձավ, Գյումրի 1 էլ մնաց Գյումրին։ Հիմա նորից ուզում են էլի վերադառնան վաղաշաբաթը մոռանում են, ուզում են վերադառնան նորից Գյումրիից նորից գան, ասեն Գյումրի 2 կանենք։ Եղբայր
Չկա այդպես բան, կարողա չեք կարողանում, կարողանում եք, բայց պետք չի այդպես հույսեր փայփայել։ Այո, տրամաբանությունը բերում է դրան, որ եթե օրինակ անցնեն X, Y, Z ուժերը, ապա այն մյուս ուժին օրինակ կարող են երեքով միանալ մնում է անցնեն, բավարար չանցնեն։ Ինչ իմանան, կարող է Քոչարյանը չի հաղթարում, կարող է Ծառուկյանը չի հաղթարում, կարող է Սամվել Կարապետյանի ուժին չեն թողում մասնակցի։ Կարող է Սամվել Կարապետյանի ուժին չեն թողնում մասնակցի։ Իդեպ այսօր այդ հարցերը տվեց իրենց։ Հիմա այս process-ը իդեպ շատ տրամաբանական է եւ կանխատեսելի։ Տանում են նրան, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի իրավական հիմք է ստեղծում այս ձայնագրություններով, քրեական գործերով, որ դիմեն դատարան չթողնեն մասնակցել։ Մեր նորորյա Տիգրան Մուկուչյանը դիմի դատարան եւ չթողնեն բանանը մասնակցելու։ Հիմա ինչ են անելու։ Ես իրանց հարցեցի Դավիթ Ղազինյանն ասաց մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք պլան A-ել ունենք, B-ել ունենք, G-ել ունենք, J-ել ունենք, բոլոր տարերով ունենք։ Դե հիմա չգիտեմ, եթե ունեն։ Ես կարծում եմ, որ այստեղ պլանը հետեւյալն է. գնում ես ընտրություններին, մասնակցում ես կամ հաղթում ես կամ չես հաղթում։ Եթե չես հաղթում, ուրիշ տարբերակներ չգիտեմ, օրինական ինչ ճանապարհներ կան չհաղթած պայմաններում իշխանությունը վերցնելու։ Եվ վերջում կուզեմ մեր հեռուստադիտողներին, այսպես ասած հետևորդներին ավելի շուտ, ասես ինչպես տարբերակեն ապատեղեկատվությունը, ինչպես տարբերակեն մանիպուլյացիան լրատվամիջոցներում, որովհետև դա մանավանդ այս փուլում, նախընտրական փուլում առավել եւս ակտուալ է, երբ մարդիկ չեն կարողանում հասկանալ այդ կարդացած ինֆորմացիան լուրը ինչքանով է ճիշտ, ինչքանով է կեղծիք։ Կարող ես մի քանի կետով ասել ինչպես տարբերակեն։ Ես մի անգամ առիթ ունեցա ուսանողների առջև հենց այդ թեմայով դասախոսություն կարդալու, դա իմ առաջին փորձն էր, որը իդեպ շատ դուր եկավ լսարանին։ Ես հիմա չեմ պատասխանում այդպես երկար դասախոսություն կարդալ, բայց կարճ եթե ասեմ, ապա նախ պետք է դրա համար մի փոքր տրամաբանություն։ Ցանկացած մարդու ես խորհուրդ կտամ, իմ շրջապատում շատ են ասում, գրած է, ասում եմ որտեղ ցանկացած մարդու խորհուրդ կտամ մի քանի հարցի ինքը իր մեջ պատասխանի եւ փորձի տրամաբանել։ Ուղղակի չալարի մենք ալարում ենք ընդհանրապես մտածել, չենք ուզում մտածել։ Մենք ուզում ենք որ ինչ գրած է կարդանք ու մեզ միանգամից դա անցալենք հենց այդպեսին ինչպեսին կա։ Ոչ, այդպես չի։ Գրած է նախադասությունը, ինֆորմացիան լսեցի, փողոցում հարևանը իջար բակ հարևան ասա, բա իմացար sense բան ա եղել։ Դու պետք է սկսես արդեն քո մոտ տրամաբանական հարցերի շղթան բան անել, այդ վարժությունները կատարել։ Դրանք པարզ վարժություններ են։ Ով է ասողը։ Դիմացի հարևանն է, որը իջելով հայաթուն ոչ իման չանում առավոտից երեկո նստած այդտեղ բանին, նստարանի ինչ որ բան անում, բլոտա խաղում, քեզ տեսավ ինչ որ բան ասեց։ Ինքն է օրինակ այդ հարևան Վալոդն է։ Վալոդը քեզ բան ասե, Վալոդը որտեղից է լսե։ Վալոդը ասում է ինտերնետում էր գրած, ինտերնետը ո՞րն է։ Ինտերնետը շատ կներեք Pornhub-ից միջև բան կառավարության պաշտոնական կայք ինտերնետ է։ Որտեղ ես կարդացի հիմա դու այդ ինտերնետը։ Այդ ինտերնետը հետո հենց որ մի քիչ նեղացում ես դառնում Facebook-ում էր գրել, բա Facebook-ում ով էր գրել։ Ու տենց գալիս է։ Այդ մարդիկ ուղղակի պետք է փորձեն գոնե քիչ թե շատ նախ կարդան, ուղեղներին զոր տան, տրամաբանեն ու հասկանան ով է այդ ինֆորմացիայի աղբյուրը։ Սկզբնաղբյուրը գտնեն եւ հետո հասկանան, եթե Վահեն է սկզբնաղբյուրը, իրենք նաեւ հիշեն, եթե Վահեն երբևէ հետեւել են որպես լրագրող, որպես կոնտենտ ստեղծող մարդու, ինքը խափում է թե չի խափում, սուտ խոսում է թե չի խոսում, ապա տեղեկատվություն տարածում է թե չի տարածում։ Մարդ կա օրինակ առավոտից երեկոն նստած մենակ սուտ տեղեկություններ է տարածում։ Այդ մարդը 1, 2, 3 անգամ որ խափեց, սուտասանի տուն ասում պաժարանգը ոչ մեկ չի հավատում։ Արդեն դա հասկանում ես, որ այդ մարդուն պետք չի վստահել։ Մեկ ուրիշը փաստերով է ներկայացնում, չէ, գնում է հետաքննություն անում, չգիտեմ, բան անում։ Մեկ ուրիշը վստահելի աղբյուրը մի անգամ գրեց, երկու անգամ գրեց, երեք անգամ գրեց, մեր տեղեկություններով sense բան ա եղել, տեսան որ ճիշտ է, չի հերկվում։ Ուրեմն կարելի է վստահել այդ մարդուն, այդպես պետք է գնալ։ Շատ բարդ process է, հասարակությանը կրթել է պետք։ Ու կրթել էր պետք նախ ի սկզբանե 90-ականներից։ Երբ որ անկախություն ձեռք բերեցինք, մեր ամենակարևոր գործը պետականաշինության։ Հա Աննա Հակոբյանը կրթում էր, բայց տեսա ինչ եղավ։ Շնորհակալ ենք, հաջողություն ստեղծություն Աննա Հակոբյանին, բայց հասարակությանը ամեն դեպքում անկախ Աննա Հակոբյանից կրթել պետք է եւ եթե կրթեին, օրինակ փող բաժանելու փոխարեն օրինակ կամ սերիալներով դեգրադացնելու փոխարեն փորձեին մարդկանց կրթել, այս հասարակությունը իհարկե իրենց չեր ընտրի, մի 2 անգամ կամ 4 անգամ իշխանություն չեր ընտրի, բայց ամեն դեպքում կաշառքով ընտրող դեգրադացված հասարակություն չենք ունենա, 5000 դրամով իրենց ձայնը վաճառող հասարակություն չենք ունենա։ Այսօր ունենք,
Այսօր 5000 դրամով ձայն վաճառող հասարակությունը այսօր Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական խոստումներին է հավատում եւ դրանով է իր ձայնը վաճառում։ Դա էլ է կաշառքի ինչ որ մի հատ տեսակ է որոշակի հասկանում ես։ Կամ էլ հակառակը գնում է, չգիտեմ, 5000 տեղը արդեն ինչքան է դարձել, 50000-ը, 100000-ը, ինչ է, էդ է դարձել։ Այնա ձայնագրությունը լսում ենք, խայտարակ վիճակ ասենք, ոնց են արտահայտվում մարդիկ իրար մասին, ընտրողների մասին, չգիտեմ, իրանք իրար մասին որպես էլեկտորատ։ Այսքան ձեն ունեմ կբերեմ կտամ, սրանք սրանք կնեցեն։ Սա հասարակության կրթված չլինելու, դեգրադացված լինելու հետևանք է։ Դրա համար պետք է կրթել, էլի ուշ չի։ Շնորհակալ եմ Վահե ջան, շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալ։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորն է Ֆինապ հաշվապահական ընկերությունը։ Բաժանորդագրվեք անպայման մեր YouTube-յան ալիքին, աջակցեք մեզ Patreon եւ Donation Alert համակարգերի միջոցով։ Իդեպ շնորհակալություն եմ հայտնում նաև մեր աջակիցներին, ովքեր Donation Alert-ի միջոցով աջակցում են մեզ եւ հնարավորություն են տալիս նոր պրոյեկտներ իրագործելու։ Այսօր այսքանը կհանդիպենք։